երազի իմ երկիր հայրենի։ Այսօր Հայ ազգը նշում է Հայոց բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ որոշումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել, ընդգծելով, որ բանակը անցել է պարզ ձևավորման փուլ, սակայն այսօր էլ շարունակում է կայանալ եւ զարգանալ։ Վերջին տարիներին իրականացվել են լայնածավալ բարեփոխումներ, բարելավվել են զինծառայողների սոցիալական պայմանները, ձեռք է բերվել ժամանակակից սպառազինություն ու ռազմական տեխնիկա։ Փաշինյանը հիշեցրել է, որ 2022 թվականին Հայաստանը կանգնած է եղել գոյաբանական սպառնալիքի առաջ, որը հաղթահարվել է ռազմավարական կարևոր որոշումների միջոցով։ Նա ընդգծել է, որ բանակի միակ առաքելությունը երկրի միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն է եւ Հայաստանն առաջիկայում չի պատրաստվում պատերազմի, սակայն շարունակելու է ամրապնդել պաշտպանունակությունը։ Ամենայն հայոց հայրապետ Գարեգին II շեշտել է, որ հայոց բանակը մեր պետականության եւ ժողովրդի անվտանգության երաշխիքն է։ Կաթողիկոսը մաղթել է, որ հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել սահմանները, իր արիությունն ու տոկունությունը շաղախելով առ Աստված։ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում զինվորները հերոսաբար պայքար մղեցին եւ նահատակվեցին, դառնալով ապագա սերունդների ոգեշնչման աղբյուր։ Այսօր Հայոց բանակի օրը հիշեցնում է, որ մեր բանակը ոչ միայն պաշտպանություն է, այլև խաղաղության, անկախության եւ պետության ամրապնդման հենասյուն, ասված է վեհափառի ուղերձում։